Արիաննա։ Աղուհացով են հրազդանցիները դիմավորում Հայաստանի երկրորդ նախագահ, Հայաստան դաշինքի վարչապետի տեխնացու Ռոբերտ Քոչարյանին։ Պահանջում է, որ դուք Հանգիստ ասա։ երկրի նախագահի Փոքրիկ Արիանան Արցախ գնալու մասին է երազում։ Արցախցիներին հուզող գլխավոր հարցը Ռոբերտ Քոչարյանին Արիանայի մայրն է ուղղում։ Արդյոք իմ Արիաննան գնալու է Արցախ, մենք այդ ոգով ենք ապրում։ Եվ ինչպես եք տեսնում Արցախ գնալու մեր ճանապարհը։ Արցախ գնալու ճանապարհ կա, վստահ է երկրորդ նախագահը, բայց այդ ճանապարհով անցնել հնարավոր չի լինի, քանի դեռ Հայաստանը կառավարում է Արցախը հանձնած իշխանությունը։ Եթե մնա այս իշխանությունը, ընդհանրապես մոռացեք ամեն ինչի մասին։ Որոշակի դժգոհություն ունեմ նաև այդ տարիների Արցախի ղեկավարությունից։ Դժգոհություն ունեմ, որովհետև համարում եմ, որ հենց այն ժամանակ իրենք պետք է շատ հստակ դիրքորոշում ունենային։ Այլ ոչ թե փորձեին այսպես հանկարծ հարաբերություններ չփչացնենք եւ այլ եւ սա բերեց նրան, որ ուղղակի Փաշինյանը ասես թև առավ եւ մտածեց, թե ինչ ուզի Արցախի հետ կարող է անել։ Եվ Փաշինյանը, որ նախկինում խոստանում էր ոչ մի փաստաթուղթ չստորագրել առանց ժողովրդի համաձայնության, Արցախը հանձնեց առանց աչք թարթելու, առանց արցախցիների կարծիքը հարցնելու, հիշեցնում է երկրորդ նախագահը։ Պետք է հասնենք նրան, որ ճանաչվի արցախցիների վերադարձի իրավունք։ Դա իր հետևից բերելով այ գույքային նաև իրավունքների հարց։ Մենք պետք է խոսանք մշակութային ժառանգության մասին։ Եվ ուղղակի հույս ունենանք, որ դրանից հետո, այդ քայլերից հետո որոշ հնարավորություններ կարող է բացվել։ Բայց խնդրեմը շատ լուրջ է։ Չեմ կարող երաշխավորված ասել այո, կլուծենք, բայց նաև չեմ տեսնում, որ որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունում կարող է այդ փոքր շանսի համար պայքարել ավելի ակտիվ, քան ես, կամ արդյունավետ։ Պայքարել հանուն անվտանգ Հայաստանի, հանուն Արցախ վերադարձի, հանուն իրական խաղաղության, ոչ թե այն խաղաղության, որ կախված է ընտրությունների արդյունքներից, ինչպես Փաշինյանն է ներկայացնում։ Խաղաղության մասին թեման դառել է թոփ թեմա վերջի եւս 8 ամիսների ընթացքում։ Ռոբերտ Քոչարյանը հիշեցնում է օգոստոսի 8-ին նախաստորագրված խաղաղության պայմանագիրը։ Դրանից հետո իշխող հպարտությամբ հայտարարում էր, թե խաղաղությունը հաստատված է։ Շատ չանցած կարծես մոռացան հաստատված խաղաղության մասին, դրա լինել չլինելը կապելով Փաշինյանի վերընտրվելու հետ։ Մենք ասում ենք խաղաղության մասին, որը կախված չի Նիկոլ Փաշինյանից, ԿՊԱ-ականներից, Ռոբերտ Քոչարյանից, Տրամպից, մեկ ուրիշից։ Երաշխավորված խաղաղություն նշանակում է մեխանիզմների կիրառում միջազգային, որը այդ անհատական վերաբերմունք Ալիևի կամքից, այսպես ասենք, դուրս։ Պարզվում է, որ այդ նախաստորագրված փաստաթուղթը փուչիկ է։ Նիկոլ Փաշինյանը, ԿՊ-ն, բոլոր հարթուկներից խոսում է նրա մասին, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու, եթե ինքը չվերընտրվի։ 7.5 ամիս մեր ժողովրդի կոպիտ ասած ժողովրդական լեզվով ասած գլուխ էին հարթուկում խաղաղության մասին, հետո պարզվեց, որ այդ խաղաղությունը ուղիղ կապված է ընտրությունների հետ Հայաստանում։ Իսկ խաղաղության խախտողը անպայման լինելու է Իլհամ Ալիևը։ Բայց սա միակ փուչիկը չէ, մի այսպիսի փուչիկ էլ թրիփի շուրջ աղմուկներ, համոզված է Ռոբերտ Քոչարյանը։ Հայաստանում երևի հարթուկներ միացներ, խաղաղելնիկը միացներ, թրիփից են խոսում։ Որպես դարակազմիկ մի բան, անցել է 8 ամիս, հիմա տրիպիցով է խոսում, ոչ ոք, կատարյալ սուտասան, ես նույնիսկ մեկ անգամ օգտագործել եմ այդպիսի բառ սուտասանության բիոսարկ, անընդհատ ստել եւ ամոթի զգացում չունենալ, ստելու, չեն էլ կարմրում, սովորաբար նորմալ դաստիարակություն ունեցող մարդը նույնիսկ եթե ուզում է բարի սուտասի, իրեն վատ ազգում, չէ՞, ինչ կարմրում է, հայացքը փախցնում է, սրանք sense լայվը միացնում են, այնց նայելով այդ լայվի այդ էկրանին, այդ սուտասանության բիոսարքը միանում է, անդադար։
Դավաճանների, սուտասանների հետ պետք է վարվել այնպես, ինչպես հարկն է։ Քաղաքացիները խնդրում են երկրորդ նախագահին իշխանության գալու դեպքում մեղավորներին անպատիժ չթողնել։ Այս թուրքի ծնունդները, այս 8 տարվա իրանց արածների համար պատասխան տալու են, թե չէ։ Կոնկրետ ես ու իմ նման լիքը քաղաքացիներ, որ իրանց գերեզմաններն են թողել Արցախում, իրանց ընտանիքի անդամներն են զոհվել Արցախյան առաջին կամ մնացած այլ պատերազմների ընթացքում, մենք այդ տարածքները, մեր հայկական տարածքները ազատագրել էինք ու գնում էինք մեր ծննդավայր կամ արմատներով, ես կոնկրետ այնտեղից եմ, ստեղ եմ ծնվել մեծացել, բայց արմատներով այնտեղից եմ, իմ պապական գյուղն էի գնում, իմ պապական տունն էի գնում, իմ պապով շիրիմի վրա կարում էի խունկ ծխել, բայց այսօր այդ հնարավորությունից մեզ զրկել են։ Դրանք այս թուրքի ծնունդները պատժվելու են, թե չէ, մեզ այդ հարցը շատ է հետաքրքրում։ Ղարաբաղը հանձնածները, 5000 զոհ տուածները, մոտ 12000 վիրավոր տուածները չեն կարող չպատժվել։ Ռոբերտ Քոչարյանը համոզված է, ստի ու կեղծիքի դեմ հնարավոր է պայքարել միայն միասին։ Կարող ենք վերջ տալ դրան ձեր հետ միասին։ Այո։ Լիլիթ Խալաթյան, Նորայր Շարբաթյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Շնորհակալ եմ։